Մայրաթորի մի խումբ եպիսկոպոսներ հայտարարություն են տարածել, որով ըստ էության սրբապղծության հովանավոր են անվանել Գարեգին Բ-ին, պահանջելով նրա հեռացումը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հանձնախմբին է տրամադրվել Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութի փորձաքննության արդյունքները, որը հաստատում է վերջինիս վերագրվող ինտիմ տեսանյութի իսկությունը։ Հանձնախումբը նույն օրն իսկի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին, առ ի տնօրինություն համաձայն հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները։ Բարձրաստիճան հոգևորականին վերագրվող տեսանյութի տարածումից անցել է ավելի քան 1 ամիս, եւ եպիսկոպոսներիս համար խիստ տարակուսելի եւ տարեստիճան անհանգստացնող է Գարեգին Բ կաթողիկոսի որդեգրած մոտեցումը։ Հայ եկեղեցու հեղինակությունը վնասող այս չափազանց զգայուն հարցի առնչությամբ, երբ հանձնաժողովը քանիցս ի պաշտոն է, այդ թվում նաև անհատ եպիսկոպոսներ, խնդիրը հետևողականորեն հանձնել են կաթողիկոսի ուշադրությանը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին Բ կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ եւ իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին, ուղիղ վարդապետությամբ հայ եկեղեցին առաջնորդելու։ Եպիսկոպոսները նշում են, որ Գարեգին Բ-ի վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ Այսու դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին, միանալու աշխարհասփյուր հայության սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին, խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Մեր սրբազան պարտքն ու կոչումն է անվնաս պահել հայ եկեղեցու հեղինակությունը վարկաբեկումից, նրա ամբողջությունը տրոհումից եւ թույլ չտալ դարերով սրբագործված եկեղեցական կարգի որևէ աղճատում եւ աղավաղում, բացառելով պատեհապաշտ եւ կամայական գործելավոճը մեր եկեղեցու կյանքից ներս։ Վերականգնենք հայ առաքելական եկեղեցու նվիրական անունը եւ վերանորոգենք մեր ուխտը մեր հավատքի եւ ազգային հոգեվոր արժեքների հանդեպ, ասված է հայտարարությունում։